Պապս եղել է դարբին։ Դարբինն է եղել եւ երկար ժամանակ կարելի ասել ինքը կուր է եղել, հենց այդ դարբնի անով կուրացել է որպես դարբին։ Եվ հենց դրանից է երևի եկել այդ իմ շնորհքը, տաղանդը, պապից է եկել, իմ կարծիքով։ Եվ 8-րդ դասանում էի պապից քանդակն արեցի։ Իսկ վատը նա էր, որ Ալավերդի մի պահ կար, որ արդեն հասել էի դրան, իսկ Ալավերդի չէի կարող առաջ քայլել, որովհետև չկային մասնագետներ։ Օրաքրոջս ամուսինը զանգեց, ասա կարաս գաս Երևան պարապես։ Մերոմ զարմացա, ման ասեցի չեմ կարող, ինձ էլ տենց մի բան է պետք է։ Դպրոց կբրախեմ կգամ։ Բայց ստացվեց նենց, որ դպրոցի հետ կարողացա էլի ես համատեղ եմ, կարողացամ նկարել։ Այն փոքր վիճակից, ինքնուս վիճակից կարողացա դուրս գալ։ Պրոֆեսիոնալ նկարիչի մոտ պարապելը շատ մեծ բան է տալիս։ Կա, որ ասենք, դե ուզում ես մեկը, կա ինչ որ ծնողներն են վրդում, ասում են երեխուս ուզում եմ նկարիչ սարքեմ, բայց երբ որ այդ քո մեջ այդ տաղանդը կա, դա արդեն անպայման պետք է պրոֆեսիոնալի մոտ գնաս, որ կարողանաս զարգացնես դա։ Եվ ստացվեց այնքանով, որ դասատուս լավն էր, ես էլ ոգևորված նկարում էի։ Ստացվեց, ընդունվեցի նկարչական Տեր-Լեմեզյան։ Նենց չէր, որ մարդիկ ասում են իմ մոտ եղել է Տեր-Լեմեզյանը, դասատուս, Սարյանը, սա մեծեր անուններ են տալի, բան ես չեմ կարող նման բաների անուններ ասեմ, որովհետև շատ կարճ ժամանակում փոխվում էին իմ դասատուները, շատ։ Մի 6 ամիս մեկն էր գալի, մի 6 ամիս մեկն էր գալի, այդտեղ ոնց որ մնում էր ինքնա նաև զարգացման գնալ էլի, եւ հիմնական խնդիրը նա էր, որ միշտ ասում էին, որ պետք է շատ նկարես։ Շատ նկարելու շնորհիվ արդեն նոր կարողանում ես հասնել հաջողությունների եւ ամեն մի նկար, երբ որ դու նկարում ես, նոր հասկանում ես, որ այս մեկը լավն է, այս մեկը լավն է, այս մեկը լավն է։ Ամեն նկարից հետո նոր դու ինքդ դու քո հաջողությունը տեսնում ես։ Հենց ուսանող ժամանակ ես հիացած էի Սուրենյանցի աշխատանքներով եւ որպես հայ գեղանկարիչ մեծ եմ համարում, որպես պատմության ուսուցիչ հայ մեծ եմ համարում, որտեղ Սուրենյանցի աշխատանքները նայելով ես միշտ զարմանում էի, որ ոնց է կարողացել այդ հաջողությանն ինքը հասնի եւ տալիս էր հայ ժողովրդի պատմություն եւ տալիս էր հայ ժողովրդի մեծ գեղանկարի դաս։ Եվ մենակ բարի նախանձով ասում էի, ինչ որ մի բան կարողանամ սրանից տանել։ Դա է։ Եթե աղբերս կարողանում է գերի, ես կարողանում եմ նկարել, դա ինչ որ միտեղ երևի կա էլի, մեր ծնողների մեջ եղել է։ Առաջ անգամ ես որ ուսանող էի, հարևանի երեխեն էր 6 տարեկան ուռուցքով հիվանդ էր այդ երեխեն։ Ծնողները խնդրում էին, որ ես իրան նկարեմ։ Դա հավոտ ծանր բան է, որ գնաս մահացող երեխու նկարես։ Շատ խնդրելուց իմ փախուստից հետո դրանք համոզեցին գնացի նկարեցի։ Նկարեցի մի ժամուկես երևի, ժամուկես, հեծուդային նկարեցի։ Եվ իմ դուրը շատ եկավ այդ նկարը եւ օրդքումներ մեծ կարողացա նրան ներքն աշխարհը տեսնեմ այդ երեխու ոչ թե նկարը ստացվեց, այլ հոգեբանական ինչ որ մի հետաքրքիր բան ստացվեց, որ ես ինքս զարմացա ոնց եմ նրան ներաշխարհի մեջ մտել։ Աղբերս Լևոն Ջավախյանը դա իր առաջին հենց կարելի ասել ստեղծագործությունը այդ իմ նկարից ոգեշնչված
Եկավ տեսավ աշխատանքից եւ ես ինչ ես արել, ես ոնց ես արել, ասեմ ես իմ արել եմ էլի, ստացվել է արել եմ, նկարել եմ։ Ինքը շատ ծանր տարավ։ Այդ երեխուն դե տեսել էր, չէր ուզում գնա երեխուն դե, բայց այդ նկարը տենալով ես տեսա, որ ինքը շատ վատ զգաց եւ մի շաբաթ հետո ասեց, ապեր ասա մի բան եմ էլի գրել, որ կարդամ կլսես, քառակուսի տետրի թերթի վրա լրիվ թերթը չէր ավարտել։ Մի փոքր հատված ասավ, այս մի շաբաթա գրում եմ էլի, լախնդրում եմ մի հատ լսի տես։ Ես զարմացած էի աղբորս այդ իհարկե տառապանքի հաջողության վրա, որ նա կարդաց վերջացրեց, հիմա էլի անցնում եմ այդ օրերը, հիշում եմ ու զարմանում էլի։ Ասի լյով ես ինչ ես արել, ասի, ոնց որ մտնես, հիմա այդ պահը ես ապրում եմ էլի, մտնես այդ մարդու գանգի մեջ եւ այդ գանգը թափես։ Այս ոնց ես այսքան բանի մեջ տեսել դու։ Լավ եմ գրել, ասի լավ չես է գրել, սա մեծ ստեղծագործություն է, դու շատ մեծ բան ես տվել։ Երեխեն պատուանի կողքին էր ու գլուխը երկրքին հառաչած նայում էր։ Ես հիմա եմ ուզում այս պահ զգալով, երեխեն կյանք էր ուզում, աղավնի երկնքում նա նրանից կյանք էր ուզում այդ երեխեն։ Հետո նորը սկսեց արդեն գրել, ինքը գրել տանից հետո շատ դժվարության էր իր մոտ ստացվում, բայց գրել ի տարբերություն իմ մոտ, ես չեմ կարող ասեմ ինչ ոնց, իմ մոտ շատ արագ է ստացվում ստեղծագործությունը, եթե ես կպչում եմ, եթե ես նկարում եմ, իմ մոտ արագ է ստացվում եւ մի հետաքրքիր զգացում եմ, ես միշտ իր հետ իմ ստեղծագործական, ասենք, վիճակը զուգահեռներ եմ տանում, ես ոնց եմ նկարում, ասենք Լևոն Ջավախյան գրողը ոնց է գրում։ Ես մի պահ երկրից կտրվում եմ, երկինք եմ բարձրանում։ Դա քո մոտ կա, որ ասում եմ, ինչ ես ասում, չեմ հասկանում։ Ասում եմ, դե վերևն եմ, շատ բարձր եմ ալում ես։ Եվ երբ որ ինձ ընդհատում են, այնքան ծանր ալում, որ վերևից իջնեմ ներքև ու ինչ-որ մեկի հետ ես զրուցեմ։ Իմ ստեղծագործությունը այդ ձևի է։ Ուրեմն մի ժամանակ շատ էի դիմանկարներ նկարում։ Դիմանկարներ նկարելը շատ դժվար է։ Դիմանկարներ, երբ որ նկարում ես ու դե իհարկե մտնում ես մարդկային բաների մեջ, նման աննման չի եւ այդ տվյալ անձը ուզում է որ իր քիթը նմանալի, աչքը նմանալի, բայց դու աշխատում ես ստեղծագործական ճանապարհով մոտենաս այդ նկարին, նկարը ստեղծես։ Դե կարած գնաս ֆոտոնկարը վերցնես, չրկացնես 10 իրան եւ ասես, տեսար, այդտես հիմի դու սա է։ Նկար Շաքարյան Ֆելիքսին նկարեցի մեր տարածաշրջանի կարելի ասել ճանաչված գրողն եւ երբ որ մարդիկ ոչ թե ասում են տվյալ անձը իհարկե դա առաջնային նման է, այլ ասում են այս ինչ հետաքրքիր ձևով դու կարացել ես մտնես մարդու հոգեկան աշխարհի մեջ։ Ես Ֆելիքսին որ նկարել էի, Ֆելիքսը միշտ ինձ հետ խոսում էր, ծիծաղում, ժպիտով պահում, բայց Ֆելիքսը իր հոգուն ներսում ուներ շատ մեծ վիշտ, տղա էր կորցրել։ Երևաց իրական Ֆելիքսի ներքն աշխարհը եւ ես դա համարեցի որ քթել եմ իմ մոտ դա այդ դիմանկարի հաղթանակ դրանից հետո արդեն մեծամասամբ սկսեցի բնություն գնալ ես ինչպես իմպրեսիոնիստները իրանց ակադեմիան թողալով ոչ թե ես իրանցի ճանապարհ սովորեցի եւ գնացի բնություն Եվ տեսնում ես, որ երբ որ գնում ես բնություն, տեսնում ես, որ բնությունից շատ բան ես ստանում ու շատ բան ես տեսնում։ Նկարը նկարում ենք, հիանում եմ ու ասում եմ, վայ,
Էս ինչ գեղեցիկ նկար նկարեցի, էս ինչ լավ է։ Ինչ-որ մի բան կարողացա իմ նկարը բնությունից վերցնեմ ես։ Մի փոքր հատված, մի կաթից էլ շատ փոքր հատված կարողացա ես վերցնեմ բնությունից։ Բայց երբ որ ես տանում եմ տուն, ես հիասթափվում եմ, որ տեսնում եմ, որ ես չկարողացա տանել։ Չկարողացա բնությանը գերազանցել։ Ես դա հնարավոր չի։ Աշխատանքն է, շատ աշխատելու շնորհիվ ես կարողանում եմ այդ պորտկումը իմ մեջ գտնել։ Գեղանկարչության մեջ բանալին միայն աշխատանքի շնորհիվ է գալի։ Իհարկե դա շատ ծանր է, եթե մարդ ունի ընտանիք, երեխեք ունի, կին ունի, ինձ կողքից չեն խանգարում, ընդհակառակը կինս օգնում է, իմ մեծ ընկերը ինձ օգնում է միշտ։ Նորմալ էլի, նորմալ է վերաբերվում։ Այդ օրը եթե ես տանը չեմ, որ ինչ-որ բանով չեմ օգնել, եթե այդ նկարը նկարում եմ, նա այնքան լավ բաներ է ասում, ոգևորված ուզում եմ հաջորդ օրներ գնամ։ Նկարիչների միությունում, Հայաստանի տարբեր անկյուններում, Հայաստանից դուրս, տարբեր տեղեր մի երկու նկարով մասնակցել եմ ես, այսինքն հետ չեմ ընկել, մասնակցել եմ եւ գալիս է նա, որ երբ որ ես գնում եմ ցուցահանդեսի եւ իմ նկարը տեսնում եմ ես լավ եմ զգում, որ իմ նկարը տարբերվում է, պորտկում կա իմ նկարի մեջ, դա ոչ թե ես ինքս եմ ասում, որ ես, այլ առավելությունը նա է, որ ես մայրաքաղաքից կտրված եմ, ստեղծագործում եմ ստեղ, վատը նա է, որ չես կարողանում շատ շփվեցի նկարչության հետ, արվեստի հետ, պետք է նկարիչը շփվի, գնա, տարբեր տեղ, տարբեր քաղաքներ, գնա, շփվի, տեսնի։ Եվ առաջի օրից ես եղա տեղ տնօրեն, ու ինձ համար շատ մի հետաքրքիր ճանապարհ, մի հետաքրքիր դուռ, հասարակ մի բան նկարը ոնց պետք է կախես, ոնց պետք է քեզ պահես, եւ կարելի ասել քիչ-քիչ գնալով ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ որ սկսում ես խորանալ դրա մեջ, կարծես դա էլ մի նոր ծնունդ էր Ալավերդի քաղաքում, մի նոր երեխա էր, որ ծնվեց, եւ ինձ համար դա արդեն չեմ կարող ինչ-որ զուգահեռներ տանեմ, բացատրեմ, որ չկարողացա կտրվեմ այդ աշխարհից, այդտեղից դուրս գամ։ Գալիս էին, բախվում էին ու զարմանում էին, էլի կարող ասում են ուղեղ չունի, ճիշտ չի մտածում, ժամանակի հետ չի քայլում, բայց ես լավ եմ զգում, երբ որ մանկապարտեզի երեխան գալիս է եւ այն խալու վրա պարկում ու սկսում է նկարել, ես նրան առաջի քայլերը սովորացնում եմ, դա ինձ համար գերագույն հաճույք է, եւ որ այդ երեխան մոր հետ փողոցով քայլում է, շրջվում է, ինձ բարևում, ասում է մամա, ես եղել եմ պատկերասրահ, դա ինձ համար մեծ հաղթանակ է, որ երեխուն ես սովորացրել եմ պատկերասրահի տեղը, երեխան գիտի պատկերասրահն ինչ է, ինչ պետք է անել, ոնց պետք է իրան այնտեղ պահի, այդ դա արդեն իմ հաղթանակն է ալու։ Քիկրաշարժը երբ եղավ, աշխատանքի էի ես։ Իհարկե, այդ օրը վազվզեցինք, տուն, տեղ, մանկապարտեզ, երեխա, ու հաջորդ օրն արդեն, կարծես ամեն մեկս մեր պարտն ենք համարում, գնանք, տեսնենք, բախվենք իրականության հետ ու ինչ-որ հնարավոր է օգնենք։ Առաջ օրը գնացի Սպիտակ, ուրեմն այնտեղ կայարանի թաղեն ասում, այդտեղ քանդված լրիվ փոշի հիմար վիճակ էր։ Երկու հատ փոքր երեխեք էին։
Այդ երեխաց մենակ աչքերն էր փայլում։ Այդ երեխան ասի ձեր մաման, պապան կա, թե հա։ Աջալները մի գիշեր մնացել էին արդեն, դե դեկտեմբերյան ցուրտ գիշեր, մի գիշեր մնացել էին երեխեքը ու մամա, պապա կա, թե հա։ Մի որոշ ժամանակ սպասելուց հետո մաման եկավ, հետո պապան եկավ, նրանք դե ամեն մեկ իրան հարազատներին փնտրում էր ու ես ասես երեխանցը տանեմ մեր տուն էլի, կգաք տանեմ։ Միջև իրանց գալը ես նաև մտածում էի, սրանց ոնց համոզեմ, որ տանեմ էլի, կգան թե չեն գա։ Մեկ էլ որ ես ասի, նես մի հետից ասին հա, ես լավը զգացի, ոնց որ ինձ համար մի մեծ հաջողություն։ Այս երեխանցը տարա տուն ու ոնց որ իմ հարազատներին տուն տանեմ, մերոնք շատ ուրախացան։ Դրանք մեր տանը կարելի ասել մի 3 ամիս մնացին։ Տենց արդեն ոնց որ իմ երեխեքը մնացին։ Հաջորդ օրն արդեն տանից որ դուրս էի գալի 3 հոգի տարել է, կինս վազելով եկա միջանցքն ու ասեց լսի ասեց հանկարծ էլ մարդ չբերեց, էլի խնդրում եմ, քնելու տեղ չունենք։ Ես կրկին անգամ Ես էլ ասի եղավ, ու նարդիվանների մեջ համ իշտում եմ, հետն էլ ասում եմ, լսի, սա որ ասում եմ մարդ չբերեց, բա որ սա անդեղել էր ու տենար ինչ վիճակ է, երևի բոլորին էլ կասեր բի ու մենք այս տանից դուրս գանք։ Այդ վիճակն էր, սարսափելի վիճակ։ Գնացի ուզում էի արդեն երկրորդ օրը սպիտակ մտնեմ չկարողացա։ Շարունակեցի ճանապարհս, գնալով հասա Ջաջուր։ Մեկ էլ Ջաջուր վայ ասի, մին ասի տուն թանգարան եմ հասել։ Գնացի փլված վիճակ, քանդված վիճակ, նկար չկա, այդ գյուղում Ջաջուրում մարդ չկա։ Մեկ էլ մի հատ պապիկ էր, մերկու փետ շալակած, գնում էր ձեն տվի, պապ, թե ինչ է։ Միջալոց են շրջվեց ու թե ինչ է։ Ասեց թանգարանի նկարներն ուր է։ Ասավ այդ գոմում է էլի, այդ իմիջայլոց էլի, այդ գոմում է էլի, ձեռով է ցույց տվեց ու գնաց ու ես էլ վատը զգացել եմ, այս մարդը կասեր, մարդիկ կոտորվել են, սա էլ եկել ասում այս նկարներն ուր է։ Նկարների տեղը ցույց տվեց, իջա շատ դժվար էր ճանապարհել, իջա գոմի դուռը բաց, այդ թրիկա բան ամեն ինչ հետեց, վերջը, հատի իրիկունը կովել է եղել։ Նայեմ տենամ պատի տակին հենած նկարները, շարացա։ Էլի վազելով դուրս եկա, մեկ էլ ձեն տվի, պապ, արդենահագին գնացել էր։ Ձեծ իմիջայլոց շուռ եկավ, հա, ասեց նկարին տանում եմ, էլ շուռը չշրջվեց, այդեն ձեռով թապ տվեց ու գնաց։ Յան ես հիմար նովը էլ ես ինչ անում ասում։ Շրջվեց գնաց, ծավալը մեծ էր նկարների, ես իմ Ժիգուլի էր իմ մեքենան ու հնարավոր չէր, որ իմ մեքենայով լրիվ տանեի։ Կարծեմ 44 հատ նկար էր։ Եկա Ալավերդի նորից, մի հատ մեքենա գրուզավիկ վարձեցի ու այդ նկարները բերեցի պատկերասրահ։ Այդ պատկերասրահում այդ նկարները ես պահեցի 3 տարի, իհարկե պատկերասրահում տեղակ պահեցի, նրանք էլ շատ անտարբեր ընդունեցին։ Դե բերել ես լավ ես արել, ոնց որ ես պարտական էի, պարտավոր էի, գնացի, բերեցի, հա բերել ես լավ ես արել եւ վերջ։ 3 տարի այդ նկարները պահեցի պատկերասրահում, որ հետո 3 տարի հետո եկան ակտով ինձանից հանձնում ընդունում արեցին, ոնց որ ես գոմից նկարները ակտով վերցրել էի, այդ հենց ակտով նկարները ընդունեցին ու ես էլ չգիտեի թե քանի հատ է, փաստորեն ակտի մեջ ինչքան գրած էր այդ նկարները, այդքան էլ հանձնեցի իրանց։ Երջանկությունս նա որ ես ունեցա տղա։
առաջ անգամ զարմանում ես, էլի արա, ասում ես, քեզանից երեխա ծնվեց։ Դա իհարկե ոչ մեկը չի կարող բարձրաձայնի ու ասի, դե ինչա որ կասեն, բոլորն էլ ունենում են էլի երեխա, հասկանում ես։ Դե բայց եթե որպես արվեստագետ, որպես մշակույթի մարդ խորանում ես ու տեսնում ես, որ գիտես ինչ կասում ես, սա էլ բնության մի մեծ օրդքում է, էլի, մի մեծ զարգացում է, որ ինչից տեսնում ես, ինչ դառավ, եւ այդ դա հետևում ես ու ավելին ես զարգանում։ Ու ասում ես, լատես է, ասում ես, քո նկարչությունից էլ առավել բան կա, էլի։ Կյանք մարդու սկիզբ կա։ Իսկ իմ առաջին ողբերգական ասեմ, հարված ասեմ նա էր, որ մեր օջախում մահ ասած բառը ես շատ ուշ տեսա հասկացա, երբ որ պապաս մահացավ։ Երբ որ պապաս մահացավ, ինձ համար մթնեց, ամեն ինչ մթնեց, սևացավ։ Գնում էր էլի, ոտքերս կտրվում էր գետնից, ես չէի կարող ամուր կանգնեմ։ Դա մի շատ ժամանակ, շատ երկար ժամանակ։ Եվ իրիկունը գնում էի գերեզման իր մոտ ուշ ժամի, շատ ուշ, երբ որ մարդ չկար, երբ որ լուսին էր, աստղեր էր, գնում էի գերեզման ու հորս հետ զրույց էի բռնկվում, խոսում էի մենակ իր հետ։ Ուզում էի այդ բալանին գտնեմ, էլի ճանապարհը գտնեմ, որ տեղից դուրս գամ։ Շատ դժվար էր, չէի կարող կտրվեմ, չէի կարող հաշտվեմ դրա հետ։ Դրա բալանին երևի որ ինձ տվեց, դա նկարչությունն էր, իմ արվեստն էր։ Իմ արվեստն էր, որ կարողացա դուրս գամ այդտեղից, դուրս գամ ու ինձ տանի առաջ, ոտքի առաջ։ Իհարկե բոլորի մոտ էլ դա կա, ամեն մարդ պետք է գտնի իր բալանին եւ կարողանա դուրս գա, ճիշտ պատվավոր դուրս գա։ Եվ իհարկե նորից եմ ուզում կրկնացնեմ, որ ազատությունն է, ստեղծագործողին ազատությունն է, որ կարողանում են փողեն ու դու ազատ ստեղծագործես։ Ապրում եմ ստեղ, այս չքնաղ բնության մեջ եմ ես ապրում։ Ես ապրելով կարողանում եմ ստեղծագործել եւ ինչքան էլ ես ստեղծագործում եմ, ես իմ քանդակներից մի մասն է Թումանյանից է գալի, ես տեսնում եմ, որ նրա ասած խոսքերը, իմ արած աշխատանքները ինչ որտեղ զուգահեռներ եմ տանում, էլի, ու ասում եմ դեռ լատես որ թվին, որ դարաշրջանում Թումանյանը կարողացել է սա տեսնի իր գրականության մեջ։ Ես էլ իմ ստեղծագործությունների մեջ եմ ուզում գտնեմ դրան եւ առաջ քայլեմ։